Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալում Ամանորի նախաշեմին Աբոն խաղաղ ինքնավստահ տրամադրությամբ պատրաստվում է ընտանեկան խնջույքին, հավատալով, որ իր իշխանությունն անսասան է և որ բոլոր որոշումները իր ձեռքում են։ Նա կարծում է, թե Սոնան պարզապես մի քիչ բարկացած է, գուցե միտեղ դուրս է եկել, բայց անպայման կվերադառնա։ Աբոն համոզված է, Սոնան երբեք չի համարձակվի մի քայլ անել առանց իր գիտության, քանի որ ըստ նրա Սոնան այդքան գլուխ չունի։ Սակայն հենց այս վստահությունը դառնում է նրա ամենամեծ թերագնահատումը։ Միքոն հակառակը խուճապի մեջ է, ձեռքում պահելով Սոնայի նամակը, որը գտել է նրա սենյակում։ Նամակում Սոնան գրել է, որ գնում է Վռամի մոտ, առանց ետ նայելու, առանց մտադրության վերադառնալու։ Այդ բառերը Միքոյի համար հարված են, և որպես եղբոր, և որպես ընտանիքի անդամի, ով հավատում էր, թե իրենց պատիվն ու կարգավիճակը դեռ ինչ-որ արժեք ունեն Սոնայի աչքերում։ Իսկ այդ պահին Սաքոյենստանը մթնոլորտը բոլորովին այլ է։ Վռամը և Սոնան խաղաղ են, ներդաշնակ ու անսահման երջանիկ։ Վռամը մատանի է նվիրում Սոնային, ոչ թե միայն որպես սիրո խորհրդանիշ, այլ որպես խոստում, որ այսուհետ նրանք միասին են, ամուսնու և կնոջ նման։ Սոնայի աչքերում խաղաղություն է, վստահություն և այն ազատությունը, որը տարիներ շարունակ որոնում էր, վերջապես գտնելով Վռամի կողքին։ Միևնույն ժամանակ Միքոն այլ ելք չի տեսնում, քան զանգել Հայկին ու նրան հայտնել Սոնայի հեռանալու մասին։ Բայց Հայկն այդ պահին Ամանորն է նշում Նարեի հետ, առանց որևէ պատկերացման, թե ինչպիսի փոթորիկ է սկսվում իր ընտանիքում։ Լսելով նորությունը, նա խառնվում է իրար։ Մտահոգությունն իր քրոջ համար միանգամից կուլ է տալիս տոնական տրամադրությունը։ Նա որոշում է հենց այդ պահից շարժվել դեպի Ադամյանների տուն, հասկանալու արդյոք Միքոն ճիշտ է։ Նարեն, լսելով տեղի ունեցածը, անհանգիստ փորձում է կապ հաստատել Վռամի հետ, հաստատելու եղածը, բայց Վռամը չի պատասխանում։ Նրանց սրտում արդեն կասկածի ու անհանգստության ալիք է բարձրանում։ Նրանք հավաքվում են և շտապում վերադառնալ քաղաք։ Երբ Նարեն մտնում է տուն, արագ գնում է Վռամի սենյակ ու հանկարծակի տեսնում Վռամին ու Սոնային, միասին խաղաղ քնած։ Դա դառնում է նրա համար մեկ այլ շոկ, այս անգամ ընտանիքի ներսից։ Նարեն դուրս է գալիս սենյակից, փորձում է հասկանալ ինչպես վարվել, ինչ ասել Հայկին, ով իրենց տան բակում սպասում է լուրի ակնկալիքով։ Սակայն հենց այդ պահին ամեն բան ավելի է բարդանում։ Տուն են վերադառնում Սաքոն և Անիկը գյուղից։ Սաքոն շփոթված հայացք է գցում Հայկին, հասկանալի չլինելով, թե ինչ գործ ունի նա այս ուշ ժամին իրենց դռան առջև։ Բայց դեռ մեծ անակնկալը սպասում է։ Նարեն, հասկանալով, որ թաքցնելը արդեն անհնար է, ասում է ողջ ճշմարտությունը։ Սոնան այդ գիշեր Վռամի սենյակում է, և որ նա իրենց տուն է եկել որպես Վռամի կին։ Սաքոն ոչ թե բարկանում է, այլ հպարտ հայտարարում է, որ Սոնան այլևս իրենց հարսն է և այլևս այդ տանից դուրս չի գա։ Այսպիսով, Ամանորի գիշերը բոլորի համար դառնում է ճակատագրական, մեկի համար ընտանիքից ընդմիշտ կտրվելու, մյուսի համար նոր ընտանիք մտնելու, մի ուրիշի համար ներքին փլուզման սկիզբ։ Հարգելի հետևորդներ, արդյոք առավոտյան Աբոն տուն կգա և կփորձի տուն տանել Սոնային։ Գրեք մեկնաբանություն։ Աշնա ժամ կասես։ Հեծանցքես աղբերս։ Հեծանցքես, հասկաց, մերսի։ Տոլման այո, սուստոր։ Այո, տոլմա, Մարիամի Իմիջարից մի քանի հատիկ բանա մեջը, սովորական ինչ հրանձողել կա մեջը։ սուտ տոլմա։ Հա, մի քանի Ես որ ինքը ինձ նորմալ մամայություն անում, հանգիստներ ենք պատրաստել է, աղցանով, բանով, ամեն ինչով, տեղին։ Սպասի պորտիկացի հետ լավ է, չէ։ Ով ասաց խի։ Դե ինչ էիր ասում, ասում էիր, տունը ճաշով։ Տիկին Անիկ, տակ ճաշով տղամարդն։ Որ չեմ պահում։ Հա, տակ ճաշով, բայց դե փոքր եք, մի օր կհասկանա։ Երիտասարդ աղջիկ է, գեղեցիկ։ Գոնե համամով, Մարոժին համովա։ Այսօր ինչ ենք պատրաստել։ Այսօր պատրաստել ենք շոկոլադե ֆանդան։ Լավ քեյք։ Ուզում եմ նշել, որ առաջին անգամ ենք պատրաստում։ Այն միջայլուց այդ դառը շոկոլադը գոլոշու վրա հալեցնենք, ավելացնենք կարակ։
Չաղանալու ենք։ Աշնաջամ կասես։ Հեծած կեսը աղբերս։ Հեծանց կեսը։ Հասկացա։ Մերսի։ Տոլման այո, ստոր։ Այո, տոմա, Այո, Մարիամ ինձ իմիջարից մի քանի հատիկ բանա մեջը սովորական ինչ հրանձով էլ կա սուտ մեջը։ տոլմա։ Հա, մի քանի Ես որ ինքը ինձ նորմալ մամայություն է անում, հանգիստներ ենք պատրաստել է, աղցանով, բանով, ամեն ինչով, տեղին։ Հետո պորտիկացի հեչ լավը չէ։ Ով ասեցի։ Դե ինչ էիր ասում, ասում էիր տունը ճաշով Տիկին Անիկ, տակ ճաշով տղամարդն։ Որ չեմ պահում։ հա, տակ ճաշով, բայց դե փոքր եք, մի օր կհասկանա։ Երիտասարդ աղջիկ է, գեղեցիկ։ Գոնե համով, հա։ Մառոժնին համովա։ Այսօր ինչ ենք պատրաստել։ Այսօր պատրաստել ենք շոկոլադե ֆանդան։ Ամ լավը քեյք։ Ուզում եմ նշել, որ առաջին անգամ ենք պատրաստում։ Այն միջայլուց այդ դառը շոկոլադը գոլոշու վրա հալեցնենք, ավելացնում ենք կարակ, Չաղանալու ենք ամեն դեպքում։ հալացնում ենք, հարակնում շոկոլադը։ Պետքա ձուն խառնենք շաքարի հետ։ Ավելացնում ենք արդեն շոկոլադը, ու ավելացնում ենք ալյուրը։ Մի փոքր վանիլին։ Մի քիչ է լավ։ Աղենցի հիմարը։ Կա, բացում է համը։ Կա ու աղել լինի վերջում։ Կարող ինչ որ մարդիկ ասեն, որ սխալ ենք սարքել, բայց Կարող է նաև սխալ ենք սարքել, վերջի բացառվում։ տարբեր բաղադրատոմսեր են փորձել, նույնիսկ ChatGPT-ին եմ հարցնել, դուր չեմ ասում։ Հա, դա բարեմ շփվում էր ChatGPT-ի հետ, ես որ եկա։ Մի փոքր պետք է լինի կակաոն։ Կիսում ենք նայսես 4 մասի, այսպես։ Եղա։ Կիբա տեղափոխում դեռ։ Չպնել է հաշվում եք։ Մեր մոտ չստացվեց ճիշտ ձևով ստանալ։ Չի բացացել ուղարկի, չգիտեմ ինչ, երևի լավ չենք արել ինչ որ մի բան։ Չի ծորում։ Ինչա, շոկոլադե բլիթ։ Մառոժնին ու մարինան համով է։ Հա։ Մար լիսի շուտ 3 հատ հարթ եմ տարի, պետք է շուտ պատասխանես։ Քո սիրած գույնը։ Քո սիրած օրվա ժամը։ Օրվա։ Էդ հիշեցի։ Քո սիրած ուտեստը։ Մույս սարը չեմ սիրում, սպաս։ Բորշ։ Իրականում ուզում ձեզ հետ կիսվել, մեր ինչի համար է սկսել գալ մարզասրան։ Մի օր ուղղակի ինձ պետք է չափել իմ գործատեղը, ես չափեցի և իմ հայրան ինքի վար սարսա